Հիկմետ Հաջիևի եւ Արմեն Գրիգորյանի հանդիպումից օրեր անց այսօր Իլհամ Ալիևը նոր մեղադրանքների շարք է ուղղել Հայաստանին։ Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայ օկուպանտները մեր ժողովրդի եւ մեր քաղաքների հետ, ինչպես նաեւ 65 մզկիթների ոչնչացումը, ասել է Ադրբեջանի նախագահը։ Արդեն այսօր Նախիջևանում մեկնարկեց վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան 7-րդ կոնգրես փառատոնը, որի ժամանակ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխոսնակ Զիաֆատ Ասկերովը անհիմն է անվանել արևմտյան ադրբեջանցիների վերադարձը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ որակելը։ Մենք միայն ցանկանում ենք վերադառնալ մեր հայրենի հողեր խաղաղությամբ, միջազգային իրավունքին համապատասխան եւ ապրել այնտեղ անվտանգ եւ արժանապատվորեն, ասել է նա։ Նույն միջոցառման ժամանակ Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավար պատգամավոր Ազիզ Ալիքբերլին էլ հայտարարել է, որ Հայաստանը պետք է արևմտյան ադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար պայմաններ ստեղծի։ Հայաստանը պետք է ընդունի այս իրողությունը եւ պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ, արժանապատի եւ խաղաղ վերադարձի համար, ասաց նա։ Նկատենք, որ նման հայտարարությունները հնչում են Հաջիև-Գրիգորյան հանդիպումից հետո, որը նախապատրաստվել էր հենց Փաշինյանի հանձնարարությամբ։ Ընդ որում, Փաշինյանը պնդել էր, որ Հաջիևի Դիլիջան գալը եւս մեկ երաշխիք է, որ խաղաղությունը շարունակում են ինստիտուցիոնալ զարգացնել։ Փաստորեն հենց այսպես են զարգացնելու, Հայաստանն արևմտյան Ադրբեջան համարելով։